հանդապանություն են հաստաբանել Վահե Սիմոնյանը և Արուժան Վարդանյանը։ Մենք տեսել ենք վերջին օրերին այսպես հաճախակի միջոց լի եզրույթի շուրջը, այսպես եմ համարում, որ Բաղրամյան փողոցում կատարում են անօրինական, հանրահավաք, անօրինական ձևով ցնցում է ցույցը եւ ընդհանրապես այդ անօրինական բառը շատ դարել է մուդայիկ եւ չարաշահումների տեղ է տալիս, որովհետեւ բոլորը փորձում են կարծես թե իրենց դիազորությունների շրջանակում իրականացնել իրենց իրավունքները, բայց այդ դիազորությունների շրջանակները կարծես թե այդքան էլ հստակ չեն կամ տարբեր կերպ են հասկացում հականիչ ուժերի կողմից։ Ես կուզենայի, որ դուք խոսեիք հատկապես հավաքների անցկացման հետ կապված իրավական իրազեկման, ոստիկանության դիազորությունների, ուժի համաչափության, համաչափ կիրառման շուրջը, գուցե ես այնքան մասնագիտական չեմ հնչեցնում այս տերմինները, բայց հանրությունը այնուամենայնիվ հետաքրքրություն ունի, ինչքան կարելի է ճկել այդ պարանը կամ ինչքան կարելի է ձգել այդ պարանը այս կամ այն բանը դիտարկավորելով օրինական կամ անօրինական։ Այո, շնորհակալություն, ներկայանամ ես փաստաբան Վարուժան Վարդանյան եւ իմ հետ իմ գործընկեր փաստաբան Վահե Սիմոնյանը։ Այո, քանի որ այսօր մեր հանրության ուշադրության կենտրոնում է Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները, մենք որպես փաստաբաններ անհրաժեշտ ենք համարում մի քանի կարևոր հարցերի հետ կապված տեղեկացնենք եւ բարձրաբանումներ ներկայացնենք, մասնավորապես ծննդրական կարգավորման մասով այդ հարցերի եւ այսօր մենք կներկայացնենք 3 մասից բաղկացած նյութ, հարգելի մասնակիցներ, հարգելի լրագրողներ։ Առաջինը հավաքների անցկացման իրավունքի իրավական կարգավորումը, երկրորդը հավաքների դադարեցման իրավական կարգավորումը եւ դեպքերը, եւ երրորդը մենք սա առանձնացրել ենք, որովհետեւ սա ամեն դեպքում պետք է առանձին դիտարկվի եւ միայն բացառիկ դեպքերում է սա տեղի ունենում։ Երրորդը դա ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման դեպքերը եւ լիազորությունները։ Ես կսկսեմ հակիրճ կներկայացնեմ մասնակիցներին, մեր քաղաքացիներին կոնկրետ հավաքների անցկացման իրավունքը, ինչպես նաև հավաքների դադարման դեպքերը եւ կարգավորումը, այնուհետեւ գործընկերս կներկայացնի նաև արդեն ոստիկանության կողմից դադարման ընթացակարգերը, դադարման եթե նույնիսկ դադարման իրավիճակը առկա է եւ նաև վերջի հարցը հատուկ միջոցների գործադրման դեպքերը։ Ինչի է սա այս պահին սրվել, նաև սրվել է ինչ-որ առումով այս անհրաժեշտությունը մեր տեսակետից, որովհետև վերջերս հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տարածել է հայտարարություն, կարծեմ բոլորը տեղյակ եք, որով նա նշել էր, որ ես ուղղակի մեջ բերեմ, ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան տեղական ժամանակով եւ ամբողջությամբ արգելափակելու հանգամանքը իր բնույթով եւ առաջացած հետևանքներով անհամաչափ սահմանափակում է այլ անձանց սահմանադրական իրավունքները եւ հանրության շահերը։ Եվ նշել էր, որ զգուշացնում է, որ ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել իրեն վերապահված լիազորությունները։ Հիմա պետք է հասկանանք, արդյոք կարող է ամբողջ ծավալով եւ այլն ինչ լիազորություններ են, իրավունքների սահմանափակումներ եւ այլն։ Սկսենք հավաքների անցկացման իրավունքից, հարգելի մասնակիցներ, դա իհարկե կարգավորվում է մի քանի իրավական ակտերով, առաջին հերթին դա մեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, սահմանադրության 29 հոդվածը, երկրորդը դա միջազգային պայմանագրերն են եւ երրորդ հերթին ունենք օրենքներ ներպետական։ Սահմանադրության 29 հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան կարող ենք մեջ բերել այս պահին, որտեղ նաև 11-րդ արձանագրության 11.5 հոդված ունենք եւ նա անմիջականորեն դա այսպես ասած գործում է նաև Հայաստանի տարածքում, օրենքների նկատմամբ գերակայություն ունի, այնտեղ էլ է սահմանում, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք եւ արդեն մենք ունենք ներպետական օրենք, հատուկ օրենք, ինչպես գիտեք, հավաքների ազատության մասին օրենքն է, որը ընդունվել է 2011 թվականին եւ հավաքների ազատության մասին օրենքում արդեն սահմանում է երաշխիքներ այս իրավունքի իրականացման հետ կապված եւ երկրորդ հոդվածը տալիս է դրա հասկացությունը, անհրաժեշտ է համարում նաեւ բարձրաբանել թե ինչ բան է հավաքը, որպեսզի ավելի հասկանալի դառնա։ Նշվում է երկրորդ հոդվածում, որ հավաքը սույն օրենքի իմաստով երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի
ժամանակավոր ներկայացումն է որևէ վայրում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ։ Միաժամանակ նշվում է, որ հավաքը իրականացում է մեկ վայրում հրավիրվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու փակագծում տեղաշարժվելու միջոցով ևս, այսինքն երթը ևս հավաքի տեսակ է եւ այստեղ մենք ունենք նաեւ մեկ այլ հետաքրքիր նորմ, որ հավաքի վայրի հետ կապված արգելի մասնակիցներ նշվում է, որ հավաքի վայրը պետական համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածքն է եւ փակագծում այնտեղ տարբեր բացում է թե որը կարող է լինել դա, այդ թվում նաեւ փողոց, մայր, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն։ Այսինքն օրենքը արդեն իսկ նախատեսել է հնարավորություն հավաքը անցկացնելու նաեւ փողոցում։ Հիմա մենք վերադառնանք արդեն կոնկրետ այն հարցին, որ ոստիկանությունը նշում է, որ տեղի ունեցել սահմանափակումներ, ինչ է ոստիկանությունը, սահմանադրական իրավունքների սահմանափակումներ, ինչ է ոստիկանությունը սա այսպես նշել, որտեղ մենք պետք է նաեւ դիտարկենք հավաքների դադարման հնարավորությունները, ինչպես ես նշեցի, նույն սահմանադրությունը եւ կոնվենցիան միջազգային պայմանագրերը սահմանում են, որ այնուամենայնիվ այդ իրավունքը բացարձակ իրավունք չէ եւ երբեմն կարող է սահմանափակվել, սակայն բացառապես օրենքով, այսինքն որևէ մեկը չի կարող դա սահմանել, միայն օրենքով պետք է նշված լինի դեպքերը։ Եվ այդ նորմերի համահունչ մեր օրենքում արդեն հավաքների ազատության մասին օրենքում սահմանված է 33-րդ հոդվածը, որ ոստիկանության հայտարարությունը ըստ էության բխում է 33-րդ հոդվածին, սակայն ըստ էության մեկնաբանումը մեր կարծիքով սխալ է ոստիկանության տված իրավական մեկնաբանումը։ 33-րդ հոդվածը հետևյալն է, որպեսզի ավելի առարկայական լինի։ 33-րդ հոդվածը նշում է, որ հավաքները դադարեցնելը ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Այսինքն, եթե վերլուծենք այս նորմը, ստացվում է, որ պետք է լինեն առնվազն երկու նախապայմաններ։ Առաջին նախապայման դիտարկենք մեկ առ մեկ։ Նախ պետք է տեղի ունեցած լինի այլ անձանց սահմանադրական իրավունքների եւ հանրության շահերի անհամաչափ սահմանափակում։ Ոստիկանությունը իր հայտարարության մեջ, ինչպես տեսել եք, չի ասել, թե որ իրավունքների սահմանափակման մասին է խոսքը, որ սահմանադրական իրավունքների, եւ նաեւ չի ասել, թե որ հանրային շահի սահմանափակման մասին է խոսքը։ Այսինքն այդ երկու պայմանները դեռ պետք է հիմնավորվեն։ Եթե մենք օրինակ sense մենք դատողություններ կատարենք եւ փորձենք հասկանալ, թե հնարավոր որ իրավունքն է, որ այստեղ սահմանափակվել է հավաքի անցկացման, միգուցե այստեղ դիտարկելի լինի, ասենք, ազատ տեղաշարժի իրավունքը այլ անձանց, դա սահմանադրական իրավունք է եւ սահմանված է սահմանադրության 25-րդ հոդվածում, այո։ Սակայն ազատ տեղաշարժի իրավունքը այստեղ անհամաչափ, եթե նույնիսկ սահմանափակվել է, սակայն չի սահմանափակվել, առաջին սահմանափակման տեսակետից նայենք, որովհետեւ Բաղրամյանի փողոքան փակելով որևէ խոչընդոտ չի ստեղծում որևէ քաղաքացու համար, Երևան քաղաքում որևէ կետից որևէ այլ կետ տեղափոխվելու համար, որովհետեւ միայն Բաղրամյան փողոքան չէ, որ այդ ճանապարհը տալիս է որևէ տեղից որևէ տեղ տեղափոխվելու համար, եւ այս առումով սահմանադրական այս իրավունքի սահմանափակում միանշանակ չէ, որ տեղի ունեցել, բայց եթե նույնիսկ եղել է, օրենքը գործածում է անհամաչափ սահմանափակում տերմինը, այսինքն սահմանափակում նույնիսկ եթե կա, պետք է լինի անհամաչափ։ Անհամաչափը դա նա է, երբ որ այնպիսի ձևով է սահմանափակում այդ իրավունքը, որ խաթարվում է ըստ էության այդ իրավունքի էությունը։ Բայց այս պահին այդ իրավունքի էությունը խաթարված չէ, երբ ընդհակառակը այստեղ կարող են դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ երթի մասնակիցները, ցույցի մասնակիցները, հավաքի մասնակիցները իրենք բարձրացրել են մի պահանջ, որը ըստ էության անուղղակի կերպով միտված է հենց այլ անձանց նույն սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, դիցուք սեփականության իրավունքի պաշտպանությանը, որովհետև օգոստոսի 1-ից եթե որոշումը սկսի արդեն պարտադիր լինել, որը այս բանին վերացված չէ, պարտականություն է ծախսում քաղաքացու համար վճարելու 692։ Դա հասկանալի է, բայց ես ուզում եմ ճիշտով հասկանալ։ Այո։ Դուք ասում եք, որ ինչ-որ մեկի կողմից մյուսի իրավունքի սահմանափակում։ Անհամաչափ սահմանադրական իրավունք։ Անհամաչափ։ Այո։ Մենք ունենք արդյոք որևէ փաստ ցուցարարների կողմից որևէ անձի Բաղրամյան փողոցայով անցնելու սահմանափակում։ Այս բան ես դրա մասին էլ եմ ուզում խոսել, նման փաստ ամենայն դեպս այսքան ժամանակ դեռևս ես չեմ լսել, որևէ մեկը ուզենա անցնել գնալ, որևէ մեկը ուզենա այո բարձրանա Բաղրամյան փողոցայով ոտքով դեպի
վեր է, օրինակ դա ոչ է։ Իհարկե, այստեղ կա նաև մեկ այլ հարց, որը օբյեկտիվ լինելու առումով պետք է մենք սա բազմակողմանի ներկայացնենք։ Վարյան Պողոտան նախատեսված չէ միայն հետիոտների համար, նաև տրանսպորտային միջոցների համար է, այո, բայց այստեղ կա մի հանգամանք, դարձել այդ անհամաչափության խնդիրն է եւ տրանսպորտային միջոցները կարող են նաև Պրոշյան, Պարոնյան փողոցով բարձրանալ եւ մտնել էլի Վարամանի պողոտա եւ շարունակել իրենց ընթացքը դեպի Կոմիտաս կամ Կոմիտասից հակառակը այլ եղանակներով եւ բաց անհամաչափությունը ամեն դեպքում չկա, նույնիսկ եթե ֆորմալ առումով դիտարկենք, որ այդ իրավունքը փոքր-ինչ սահմանափակվել է։ Բացի դա, այստեղ մի կարևոր հանգամանք կա, ես ցանկանայի մեջ գրել նաև մեր գործընկերներից մեկի ցենք առաջին անգամ այս տեսակետը լսել, սակայն մենք համաձայն ենք եւ կցանկանանք նաև իրազեկել, այստեղ մի հանգամանք կա։ Ի սկզբանե 2015 թվականի հունիսի 23-ի երեկոյան երթը հավաքը շարժվում էր դեպի Վարամյանի պողոտայի նախագահային լուսավայր եւ 22-ի երեկոյան նաև եւ հայտնելու իր բողոքի իր պահանջը անարդար որոշման դեմ իրենց տեսակետից անարդարացին եւ իրենք նպատակ չեն ունեցել նույնիսկ փողոց փակելու, սա շատ կարևոր հանգամանք է։ Փողոցը արդեն իսկ փակված էր ոստիկանական զորքերի կողմից, երբ որ նրանք մուտք գործեցին Վարամյանի պողոտա։ Եվ ի սկզբանե, եթե մենք ժամանակագրական առումով նայում ենք, առաջին հերթին փողոցը փակվել է հենց ոստիկանության զորքերի կողմից։ Եվ սա շատ կարևոր է եւ նույնիսկ եթե վերադառնանք այդ հարցին այս պահին, որ ֆորմալ նաև պատմում կա նաև հավաքի մասնակիցների կողմից, այնուամենայնիվ անհամաչափ սահմանադրական իրավունքների սահմանափակման իրավիճակ առկա չէ եւ վերադառնանք նաև մյուս կետին, այդ 33-րդ հոդվածի հավաքների ազատության մասին օրենքի, նշում է նաև որ պետք է առկա լինի հանրության շահերի անհամաչափ սահմանափակում։ Հիմա դիտարկենք նաև հանրության շահերի տեսակետից։ Հանրության շահերի անհամաչափ սահմանափակում արդյոք տեղի է ունեցել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել, սակայն մեր կարծիքով տեղի չի ունեցել, որովհետև այստեղ հանրության շահ կա այս հավաքի անցկացման համար, որպեսզի վերացվի այդ որոշումը, որով հերթական անգամ անարդարացի ավելանում է, իհարկե անարդարացին դեռ իրավական գնահատական խնդիր է, բայց ամենայն դեպս պարողների շահերը այստեղ հաշվի չեն առնվել, երրորդ անգամն է վերջին 3 տարվա ընթացքում բարձրանում է աղքատությունը Հայաստանում ծայրահեղ աստիճան է եւ դա իր հետևից բերել է նաև գների բարձրացում ել ավելի եւ այստեղ հանրային շահ միանշանակ կա այս հավաքի մասնակիցների գործողություններում կա ընդհակառակը հանրային շահի պաշտպանությանն ուղղված գործողություններ, այլ ոչ թե հանրային շահի անհամաչափ սահմանափակման ուղղված գործողություններ, ինչպես որ ոստիկանությունն է տարածել։ Շատ լավ, ես առաջարկում եմ մենք մնանք իրավական հարթության։ Այո։ Եվ այստեղ անմիջապես հարց առաջանում։ Շատ լավ, դուք մեկնաբանում եք ձեր տեսակետից, ոստիկանությունը մեկնաբանում է իրենց տեսակետից։ Որն է մեխանիզմը վերջիոճը գտնելու, թե մեկնաբանություններից որն է ավելի ճիշտ։ Ես այս հարցը հստակ կարգավորված է, այս հարցը հստակ որովհետև օրենքը այնպիսի երաշխիք է տալիս հավաքի մասնակիցներին, որ սահմանում է, որ հավաքը դադարեցվում է միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ վերացնել այդ սահմանադրական իրավունքի կամ հանրային շահերի անհամաչափ սահմանափակումը։ Այսինքն, եթե նույնիսկ այս պայմանները առկա են ըստ ոստիկանության մեկնաբանման, չնայած իրավական լուծումը կայանում է նրանում, որ ոստիկանությունը այնուամենայնիվ պետք է վկայակոչի որ իրավունքը եւ որ հանրային շահը, դա այդպես վերացական չի լինի։ Պետք է վկայակոչի եւ դրանից հետո նոր այդ ձեր ասած հարցի հետ կապված ավելի մանրակրկիտ քննարկում գնա։ Շատ լավ, բայց առաջ եք անցնում։ Ես օրինակ ուզում եմ հարցնել այդպես, դուք սահմանադրությունից մեջբերում արեցիք հավաքների իրավունք։ Սահմանադրությունում որևէ հղում կա, թե ինչպես կարող են այդ իրավունքները սահմանափակվել։ Սահմանադրությունում, այո, սահմանադրությունը որպես մեր հիմնական օրենք, անմիջական օրենք գործող սահմանում է, որ կա առանձին հոդված, որտեղ 43-րդ հոդվածը, որ հավաքների մի շարք իրավունքներ, ոչ բոլորը, այդ թվում նաև ներառված է 29 հոդվածի իրավունքը հավաքի ազատության կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման եւ այլնի համար։ Հիմա օրենքը տարբեր ստրուկտուրաները, ասենք ցուցարարները, տվյալները եւ ոստիկանները մեկնաբանում են այլ կերպ։ Արդյոք նախատեսված է, որպեսզի այդ մեկնաբանությունը դատական կարգով վիճարկվի եւ դատական որոշում կայացվի, դա անհամաչափ է թե համաչափ է։ Իհարկե, տեսականորեն դատական պաշտպանության իրավունք կանի, որ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում, հնարավոր է նաև, որ որևիցե մեկը հավաքի մասնակիցներից մեկը
մեկը իրավունք ունի դիմի դատարան, վարչական դատարան, գործողությունների կատարման այցով պարտավորեցնելու, որպեսզի ոստիկանությունը ձեռնպահ մնա հավաքը դադարեցնելու գործողությունից, քանի դեռ այդ հաշվի առնելով, որ չկա այդ պայմանները, կարևոր նախապայմանները եւ այդ դատական վեճի ընթացքում որպես այցի ապահովման միջոց տիպի իհարկե դա այցի ապահովման միջոցը միանշանակ չեն կարող ասել որ կիրառվի, բայց ամենայն դեպս նման իրավունք կա, եթե խոսքը բանը չի իրականացված, չէ՞ կա։ Մինչև այս բանը նման այց ներկայացված չէ, սակայն կա մեր ունեցած ինֆորմացիայով Սակայն ես կցանկանայի նաև մեկ այլ հանգամանքի մասին էլ նշել, որ նշում է օրենքը, որ դադարեցման ժամանակ պետք է դա գործի դրվի դադարեցումը, միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ, սա շատ կարևոր հանգամանք, եթե նույնիսկ հաստատ։ Եվ կցանկանայի մեջբերել նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մեկ գործով կայացած վճիռ, որը այս վերջերս ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր օգտատերերից մեկի կողմից եւ քանի որ կարևոր է ցանկալի է սա հրապարակել նշվել էր որ նույն եվրոպական կոնվենցիայով ամրագրված հավաքների ազատության իրավունքի հետ կապված եվրոպական դատարանը նշել էր որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք ունի կոնվենցիայի 11-րդ այդ արձանագրության համապատասխան հոդվածի համաձայն եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ վճիռներով արձանագրել է, որ մեծ մասամբ հավաք հասարակական վայրում անխուսափելիորեն անհարմարություն է առաջացնում։ Անխուսափելիորեն այդ անհարմարությունը առաջանում է, պատճառում է բնակչությանը անհարմարություն։ Եվ թեև ցույցը հասարակական վայրում կարող է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդ թվում երթևեկության խաթարում, սակայն պետական մարմինները պետք է ցուցաբերեն հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի չիմաստազրկվի կոնվենցիայի այդ համապատասխան հոդվածով սահմանված իրավունքը հավաքների։ Սա կոնկրետ ցիտվեցի ես Բուդկա եւ այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացած վճիռը։ Դա հորդորի է նման։ Սա այստեղ ոչ թե հորդոր է, այլ եվրոպական դատարանը իրավունք ունի եվրոպական կոնվենցիայի հետ միջազգային կոնվենցիայի նորմերը մեկնաբանելու իր կայացած դատական ակտերում եւ սա ուղղակի լրացուցիչ փաստարկ է մեր կողմից ներկայացվում, առ այն, որ այդ իրավիճակում չկա այդպիսի անհամաչափ սահմանափակում։ Մինչդեռ մեր համար ավելի կարևոր է նաեւ առաջնային սահմանադրությունը եւ հավաքների ազատության օրենքը, որի 33-րդ հոդվածը ընդհանրապես որոշակի դեպքերում է տալիս դադարեցնելու իրավունք եւ սա ես այսքանով ավարտեմ իմ հատվածը եւ դադարեցնելու իրավունքի ես կցանկանամ շեշտել, սա շատ կարևոր է ոստիկանության հայտարարության երկրորդ մասի հետ կապված ոստիկանությունը նշել է, որ ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները եւ հողում է արել միայն այն հանգամանքի վրա, որ կան անհամաչափ սահմանափակումներ սահմանադրական իրավունքների։ Մինչդեռ սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակումների դեպքում նույնիսկ եթե նման հանգամանք առկա է, հավաքների ազատության մասին 33 հոդվածը չի տալիս իրավունք գործադրելու բոլոր լիազորությունները։ Եվ մենք ունենք ոստիկանության մասին օրենք, որտեղ համապատասխան նորմով, այո, գործընկերս կներկայացնի, արգելվում է խաղաղ հավաքների ժամանակ ամենայն դեպս հատուկ միջոցների գործադրումը եւ Նախ առաջ իմամ նորից ներկայանան Վահե Սիմոնյանը հանրապետական նշեմ ասենք կոնկրետ ոստիկանության կողմից հրապարակած մի քանի հայտարարություններ, որոնք վերաբերում են ամսի 23-ի հետ կապված ամսի 23-ի հրապարակմանը, ամսի 28-ի եւ ինչպես նաեւ էլի 28-ին հրապարակումը տեղի ունեցել երեխաների մասնակցության վերաբերյալ ցույցերի։ Ես դրանց ավելի հանգամանալից անդրադառնամ, խոսքը գնում է վարչական պատասխանատվության մասին, տվյալ հայտարարությունների մեջ, որ ոստիկանությունը չի իրականացրել վարչական պատասխանատվության իր մեխանիզմը, այսինքն չի ենթարկել անձանց վարչական պատասխանատվության, հստակ նշել է կոնկրետ որ նորմերով է ինքը նախատեսում վարչական պատասխանատվությունը։ Խոսքը գնում է կոնկրետ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 152-րդ հոդվածի սահմանված պատասխանատվությանը եւ վարչական իրավախախտումների օրենսգրքի նորից 180.1 հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվությանը։ Ուրեմն նախ եւ առաջ անդրադառնանք 182-րդ հոդվածով սահմանված նորմին, որը հստակ ասում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է պատասխանատվությունը ու նշված է ինչի համար է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության, պարտականության
կատարելու ընթացքում զորքերի կառավարի օրինական պահանջը չկատարել։ Հստակ օրենք նորմը սահմանում է հիպոթեզ, այսինքն ոստիկանության զորքերի պահանջը չկատարելու համար նախ պետք է լինի հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգության ապահովումը։ Եվ ըստեղ հստակ նախատեսված է վարչական պատասխանատվությունը տուգանքի տեսքով։ Կոնկրետ այս դեպքում պետք է արձանագրվի այս իրավախախտումը։ Ինձ մոտ էլի մի հարց առաջանում, ներողություն, որ ընդհատում եմ շարունակեք դուք, բայց այնտեղ ձեր իսկ մեջբերման մեջ կար օրինական պահանջ։ Այսինքն ամեն տվյալ դեպքում, երբ որ ոստիկանը կամ ոստիկանական զորքը ինչ-որ պահանջ է ներկայացնում, այնտեղ գրված է, որ փաստորեն ես միայն իրանց օրինական պահանջը պետք պարտավոր եմ կատարել, որպեսզի բան չլինի։ Այդ վերլուծությունը, այդ պահանջը տվյալ դեպքում օրինական է թե չէ, ինչպես կարող է անել քաղաքացին։ Ես գուցե հարց եմ բարձրացնում, ինչքանով է օրինական։ Հիմա օրինակի համար ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում զգուշացնում էր, որ ձեր հավաքը անօրինական է, ձեզ ծրելու եք։ Հիմա մարդիկ չկատարեցին։ Մենք հիմա այստեղ նստած վերլուծում ենք, որ արդյոք դա օրինական պահանջ է։ Ես ցույց տալիս, որ այդքանը օրինական չէ։ Բայց տվյալ դեպքում կա մի հատ այսպես կազուս, որը անդադ առաջանում է, այսինքն ոստիկանը կամ իրավական մարմինը ինչ-որ բան պահանջում է, եւ քաղաքացին պետք է իր գիտելիքների շրջանակներում կարծես թե վերլուծի, իսկ դա օրինական է թե չէ։ Կատարել թե ոչ։ Այո, քանի որ մենք սահմանադրությունում մենք ապրում ենք մի երկրում, որի սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ պետական մարմինները իրավունք ունեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով, մենք պետք է նայենք վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը եւ ոստիկանության մասին օրենքը։ Անձին կարող են որոշակի հարկադրանքի միջոցներ կիրառել կամ նախազգուշացնել, միայն այն դեպքում, երբ որ անձի արարքում կա վարչական իրավախախտում։ Այստեղ ընդհանրապես այս անձանց արարքներում եթե դիտարկենք այս պայմանությամբ, որ ինչ կա, խախտում կա թե ոչ, հնարավոր է, որ ոստիկանությունը առաջադրի առավելագույնը վարչական իրավախախտում, եթե կոնկրետ մի քանի դեպքեր կա, եթե աղմուկ է, կոնկրետ եթե որոշակի ժամերից հետո աղմուկում են, դա ինչ-որտեղ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքով նախատեսված է այդ առարկը, սակայն ցուցարարները նաև դա կապված է դրանից, թե ցուցարարները կկատարեն այդ պահանջը թե ոչ։ Այսինքն, եթե ցուցարարները կատարում են այդ պահանջը եւ աղմուկ չեն բարձրացնում, այստեղ ինքնին արդեն դա չի առաջացնում հավաքը ծրելու Ես մի անգամից տանի, որ ոնց ժամանակը սուր է, անհատական ֆիզիկական եւ հատուկ միջոցների կիրառմանը սահմանապահումների ոստիկանության կողմից կոնկրետ անդրադառնանք կոնկրետ հրապարակման հետ կապված ոստիկանության ամսի մեկի, որով հնչեցվել է, որ իր լիազորությունների իրականացնելու իրեն տրված ամբողջ ծավալով Նախ նշենք, որ համաձայն ոստիկանության մասին օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասին արգելվում է հատուկ միջոցների գործադրելը մի շարք դեպքեր են ցիկլում կոնկրետ հոդվածում, ինչպես նաև, որոնց խաղաղ առանց զենքի օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքների եւ հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ։ Այսինքն մի շարք դեպքերի հետ միաժամանակ կոնկրետ ոստիկանության մասին օրենքը հստակ սահմանել է մի դեպք նաև խաղաղ առանց զենքի օրենքի խախտմամբ սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքի դեպք։ Այսինքն այդ դեպքում նույնպես հատուկ միջոցը չի կարող գործադրվի ոստիկանության կողմից։ Հիմա անդրադառնանք նրան, թե հատուկ միջոցները որոնք են։ Հատուկ միջոցները սահմանում են ելի ոստիկանության մասին օրենքը։ Խոսքը գնում է ելի 31-րդ հոդվածին, մասնավորապես 31 հոդվածի երկրորդ մասով է սահմանվում հատուկ միջոցները, որտեղ նշվում են մի շարք հատուկ միջոցների հետ միաժամանակ ռետինե մարտները, ջրանետ եւ զրահամեքենաները։ Դրանք համարվում են հատուկ միջոցներ, համաձայն ոստիկանության մասին օրենքի։ Հատուկ միջոցների սահմանման անդրադառնանք, թե ինչ է իրենցից հատուկ միջոցները։ Այստեղ ելի 31-րդ հոդվածը ոստիկանության օրենքի մոտ հստակ նշվում է հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները, սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը կամ ծառայական շները են,
որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործություն։ Այսինքն հատուկ միջոցը երբ որ կիրառվում է, ունի կոնկրետ նպատակ, ունի այսինքն մարդու նկատմամբ երբ կիրառվում է կամ ֆիզիկական տեսանկյունից է կիրառվում ներգործության, կամ հոգեբանական տեսանկյունից է ներգործության կիրառվում։ Այսինքն եթե որևիցե հատուկ միջոց գտնվում է անձանցից որոշակի հեռավորության վրա, որը տեսանելի է վերջիններից, դա այն նույնպես հոգեբանական ներգործություն է իրենից ներկայացնում։ Տվյալ դեպքում կոնկրետ հատուկ միջոցների մասով չկա սահմանափակված է հստակ իրենց օրենքով, ոստիկանության մասին օրենքով կիրառություն, սակայն կա փաստ ամսի 20 Նաև կա կոնկրետ սահմանափակումը, որը արդեն նշեցի, ազատ խաղաղ առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ հատուկ միջոցի կիրառում։ Արգելվումը։ Հստակ 33-րդ հոդվածով ինքը արգելվում է տվյալ հատուկ միջոցի կիրառում, այսինքն նշված հատուկ միջոցների կիրառում։ Կոնկրետ մենք փաստ ամսի 23-ի առավոտյան երբ կիրառվել են հատուկ միջոցները, նաև ասենք ոստիկանության կողմից պարբերաբար հնչեցվում է։ Ես նկատում եմ Եթե ձեր մեկնաբանությունը ֆիզիկական ուժի տեսանկյունից մահացների և դրամների արկայությունը մինչև վերջերս է Մահակի վրա այդ հարվածել է, որ բարձր ձայն է առաջացնում ամբողջ պողոտայով մեկ, դա ևս հատուկ միջոցի գործածում է, որի իրավունքը ոստիկանությունը չունի խաղաղ հավաքի ժամանակ, և դա ըստ էության հոգեբանական ներգործություն է ունենում քաղաքացիների վրա, որի իրավունքը դարձել չունի խաղաղ հավաքների ժամանակ։ Երբ այստեղ մի հանգամանք կա, ես ուղղակի այս մասը ասեմ և շարունակի, հատուկ միջոցների կազմը սահմանված է ոստիկանության մասին օրենքի 31-րդ հոդվածով, դրանց թվում փշալարը չկա, սա շատ կարևոր է։ Փշալարը այս բանի Վահանականի պողոտայում տեղադրված է մինչև օրս, և փշալարը չկա, և ոստիկանության պետի հրամանել կա, որտեղ սահմանված է ցանկը, այնտեղ չկա, կա մի կառավարության Ուրեմն կոնկրետ ինչ վերաբերում է գործընկերությունից նշած ոստիկանության կառավարության առանցին ոստիկանության պետի հրամանին, նշված հրամանը արձակվել է 01/08/11 թվականին, որը սահմանում է կառավարության առանցին ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցները գործադրելու և դրանց ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու և միտամնությունը պարբերաբար ստուգելու կարգը։ Նշված կարգի 5-րդ գլխի 23-րդ, 33-րդ և 34-րդ կետերում սահմանված են կոնկրետ նշվածը հատուկ միջոցների գործադրման առանձնահատկությունները կոնկրետ նշել դրանցից ռետինե մահակների մասնավորապես նախատեսված են տարբեր իրավիճակներում ինքնապաշտպանության արագ և կանխարգելիչ գործողություններ իրականացման համար, արգելվում է մահակներով հարվածը հասցնել գլխին, արմուզ և այլն։ Դա ռետինե մահակները։ Ջրամետ մեքենաները նախատեսված են զանգվածային անկարգությունները, հստակ նշված է զանգվածային անկարգություն, իսկ այստեղ խաղաղ ցույցեր։ Զանգվածային անկարգությունը իր բնույթով այլ է, քան թե խաղաղ հավաքը։ Կանխելու համար է կոնկրետ դա նախատեսված ջրամետ մեքենաները։ Բարձր ճնշման ջրի օգնությամբ իրավախախտ անձանց խմբերը տարանջատելու և մեկուսացնելու միջոցով։ Հիմա այդտեղ մի քիչ խնդիր է առաջանում։ Ի վերջո ամսի 23-ին ջրցան մեքենայում անմիջապես շիթը հորիզոնական տանելով աչից ձախ, այնտեղ ուղղակի բրդում էր դեպի հետ։ Բրդում էր դեպի հետ, ուչ չգիտենք ինչ վնասվածքներ են արդյունքում անձիկ ստացել, դեռևս նմատիկներս այդ ինչ են։ Ամենայնևս իր նպատակը այն է, որ խմբի մեկուսած տարանջատի առանձնացնի իրարից ու մեկուսացնի, չթողնելով միավորում է այդ խմբի։ Սակայն ինչ-որ այլ է իրարությունը տվյալության մեքենայի։ Եվ զնահան մեքենաները, որոնք երկուսն են, BTR-ները այսպես ասած, նախատեսված են զինված հանցագործների ձեռքբերման ուղղված հատուկ միջոցառումներ իրականացնելու, իրավախախտ
իրավախախտ անձանց տեղաշարժի ճանապարհները փակելու, արգելափոխանցները ճեղքելու եւ ոստիկանության ծառայողներին դժվար անցանկալի տարածքներ հասցնելու համար։ Ասենք էլի կոնկրետ ինքը հստակ նպատակ ունի, էլի կոնկրետ վտանգի, սպառնալիքի զինված հանցագործությունների համար կոնկրետ զրահամեքենա։ Դա արդեն գործընկերս նշեց շալարը որ նախատեսված չէր թե օրենքով թե սրամանով, նաև կուզենայի նշել ֆիզիկական ուժի մասին։ Ֆիզիկական ուժը դա ոստիկանության աշխատողի անմիջական շփումն է ֆիզիկական կոնկրետ անձի հետ, պայմանական իրավախախտ այսպես ասած։ Հստակ ոստիկանության մասին 30-րդ հոդվածը, օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտերին բռնելու եւ ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չընդհատելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում կարող է իրականացվել, ինչպես նաեւ ինքնապաշտպանության դեպքում ֆիզիկական ուժ կարող է իրականացվի։ Դա հստակ, բայց կա հստակ բացառություն, այսինքն սահման երբ կարող սկսվի այդ իրավունքի իրականացումը, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը։ Այսինքն ոստիկանությունը պետք է սպառի իր վրա դրված պարտականությունների իրականացումը ոչ ուժային, որից հետո նոր անցնի ֆիզիկական ուժի գործածում գնացեք, չէին գնում։ Այնտեղ կարգա մի քիչ այլ է, պետք է ձեզ ասեմ։ Կարգի հետ կապված նախ եւ առաջ նա պետք է յուրաքանչյուրի իրազեկի ոստիկանության ծառայողը մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում համաձայն նշեմ հոդվածը ոստիկանության մասին օրենքի 5-րդ հոդվածն է, 4-րդ եւ 5-րդ մասերը, որտեղ սահմանված է ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրան համար հաճելի եւ հասանելի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանց բխող իրավունքների պարտականությունների, ինչպես նաեւ աջակցել իրավունքների իրականացմանը։ Այսինքն դա նույնպես ոչ ուժային միջոց է։ Այսինքն երբ որ ոստիկանությունը ֆիզիկական ուժի պետք է հասնի, նա պետք է սպառի նաեւ սա։ Հիմա եկեք մի քիչ ավելի ընդհանուր։ Դուք իրավական դաշտում ներկայացրեցիք, որ խախտվել են ոստիկանության կողմից ոստիկանության մասին օրենքի հանրավարտերի կամ ստացման օրենքների շատ դրույթներ։ Որևէ իրավական հետևանք այդ ամբողջը ունի, արդյոք այդ նախաձեռնության անդամները կամ ասենք որևէ այլ ակտիվիստներ փորձում են դատական կարգով իրանց իրավունքները վերականգնել եւ պատժել անհամաչափ ուժ կիրառման իրավունքների։ Սա մեկ։ Թե փաստորեն այս ձեր ասուլիսի իմաստը այն է, որ դուք կարծես թե հանրությանը տեղեկացնում եք, որ կան որոշակի իրավունքներ, որոնցից դուք չեք օգտվել եւ կատարվել են որոշակի խախտումներ եւ հանցագործություններ, որոնք կարելի է քրեորեն, եթե ես ճիշտ եմ հասկանում, պատժել, այո։ Որն է հետևանքը, ասենք, եթե ոստիկանությունը խախտում է իր իսկ լիազորությունները։ Ձեր հարցի երկրորդ մասից սկսենք, որովհետև վերջում նպատակը նրանում էր կանում, որպեսզի կոնկրետ անձանց ովքեր ներկա են դեպքում հավաքին, ինչպես նաև անձինք ովքեր անցնելով մասնակցում են այդ հավաքին, իրազեկված լինեն իրենց իրավունքներից եւ ոստիկանության իրազեկությունների սահմանների մասին, որպեսզի իրենք կարողանան որոշակի չափով պաշտպանություն իրականացնել իրենց իրավունքների։ Բուն նպատակը ձեր ասուլիսի բայց ոստիկանության հայտարարությունն է նաև, որպեսզի կանխվի հետագայում հնարավոր խախտումները ոստիկանության կողմից եւ ի վերջո կանխարգելվի մարդկանց կյանքի եւ առողջությանը սպառնացող վնասի պատճառումը, որովհետեւ սա շատ էական է, նույն ջրցան մեքենան շատերը թեկուզ այդքան տեղեկացված չեն, բայց ի վիճակի է լուրջ վնասվածքներ պատճառելու մարդկանց, թեպետ այս բանին, ինչպես արդեն մենք նշեցինք մեկնաբանություններում, գտնվելով այդ թեկուզ միգուցե այս բանին այնտեղ չէ, բայց գտնվելով Բաղրամյանի պողոտայում կամ նույն շարարը կամ այլ հատուկ միջոցը, այդ հրազդան մեքենան, արդեն իսկ համարվում է դրա կիրառում, չենք խոսում դրա հնարավոր պրակտիկ արդեն գործադրման մասին, եւ մեր բուն նպատակը նա է, որպեսզի իրազեկենք ոստիկանության լիազորությունների սահմանները
հաշվի առնելով այս ոստիկանության հունիսի 1-ի հայտարարությունը, որը խիստ վերացական է եւ չի բխում օրենքով տված իր իրազորությունների շրջանակներից։ Բացի դա ոստիկանությունը նաեւ վերջում նշել է մի այսպիսի արտահայտություն, ցանկացած հավաք ունի սկիզբ եւ ավարտ, այսինքն պետք է կրի ժամանակավոր բնույթ, սա կարծեք թե ընդհանրապես բարոյախելատական ոլորտից է, ոստիկանության կողմից նման հայտարարություն է կատարում, որ ցանկացած հավաք ունի սկիզբ եւ ավարտ եւ պետք է կրի ժամանակավոր բնույթ, նման լիազորություն ոստիկանությունը չունի սահմանելու հավաքի ժամկետը։ Սահմանելու չունի, իսկ հավաքը ինքը իր սահմանումից կարծեք թե ժամկետի մասին Կան այլ հավաքներ, հավաքների տեսակներ կան, այո, որոնց համար ժամկետ նախատեսված է, բայց կոնկրետ հավաքի համար ժամկետ նախատեսված չի, սահմանափակում ժամկետ է։ այո, ժամկետային սահմանափակում։ Եվ հավաքելությունը ինչու՞ն է վերջում կանում, որպեսզի հավաքի միջոցով որոշակի պահանջ, որոշակի դիրքորոշում, ազատ կամքի դրսևորումը իրականան բոլոր հավաքվածներին։ Շատ լավ։ Եթե ես չեմ սխալվում, ցանկացած մամուլի հրապարակում ու նաև մեր մամուլի ասուլիսը, որը փոխել արձակվում է ինտերնետով եւ տեղում է հետո YouTube-ում եւ մշտական կա, աստորեն հիմք է իրավապահ մարմինների համար հանցագործության մասին այսպես տեղեկություն ստանալու եւ համապատասխան վարույթ սկսել։ Արդյոք ձեր ասածը դա հանցագործության մասին հայտարարություն չէ, որոնք որ աստորեն դուք ցույց եք տալիս, որ ոստիկանությունը իրականացրել է իրենց լիազորությունները։ Որ մարմինը պետք է սրանով զբաղվի եւ որոշի, արդյոք լիազորությունները իրականացված են թե։ Այո, այդ մասով իհարկե քանի որ օրակարգի մեջ ես այդ մասով ասեմ, ոստիկանության մասին օրենքը հստակ նշում է հատուկ միջոցների կիրառման դեպքում, ինչպես նաեւ ֆիզիկական ուժի կիրառման ոստիկանության մարմինը պարտավոր է վերահսկելով սահմանցի դատախազության, կոնկրետ հատուկ միջոցի կիրառման եւ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության եւ օրենքի համապատասխանության վերաբերյալ։ Դատախազության մասին օրենքի 29-րդ հոդվածը ունի տենց իրավասություն, հսկողություններ իրականացնելու հատուկ միջոցների ֆիզիկական ուժի օրինականությանը համապատասխանելու վերաբերյալ։ Արդեն իսկ դա արդեն կա, պայմանական կա։ Օրենքը նախատեսում է, որ այդպիսի պետք լինի։ Ու պետք է լինի համապատասխան մարմնի գնահատականը դրել։ Եվ մեր կողմից այսօրվա ասուլիսը, որ կազմակերպվեց, սա որպես հայտարարություն, որպես իրազեկեք իրավապահ մարմինին ինչի կարելի դարձնել, որտեղ արդեն իսկ օրենքը նախատեսել էր, մինչ մեր հայտարարումը դրա մասին արդեն իսկ այդ։ Հիմա այլ հարց է, դա ինչպիսի ընթացքի մեջ է գտնվում։ Իսկ համապատասխան պետական պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետ կապված վարույթներ հարուցելու իրավունք ունի, քրեական հետապնդում իրականացնելու իրավունք ունի, նախագահային անմիջականորեն ենթարկվող հատուկ քննչական ծառայությունը, որը անկախ է, եւ այս բանը մենք փաստեր չունենք այնտեղ ինչ ընթացք է այդ հարցերի հետ կապ, սակայն լուրեր տարածվել են, որ իբրև այնտեղ որոշ հարցերով հետաքննություն սկսվել է կամ նախապատրաստումների, բայց մենք ստույգ տեղեկություններ չունենք, միգուցե որոշների մասով արդեն սկսվել է, որոշների մասով ոչ, այդ մասով այս բանին չենք կարող ավելի ստույգ պատասխանել եւ ուղղակի գլխավոր նպատակը կայանում է նրանում, որպեսզի իրազեկենք ոստիկանության լիազորությունների սահմանները, իսկ ինչ վերաբերում է այնտեղ ոստիկանության այդ աշխատակիցների մասնակցությանը, նաեւ այնտեղ կարելի է խոսել նաեւ քաղաքացիական համազգեստով ոստիկանների մասնակցության մասին, հակիրճ ոստիկանության մասին օրենքը պահանջում է, որ նման ոստիկանները ամեն դեպքում ոստիկանը պետք է տարբերիչ համազգեստով լինի, իսկ նրանք խախտել են այդ կարգը, տարբերիչ համազգեստով չեն եղել, եւ այդ տարբերիչ համազգեստի կարգը սահմանված է ավելի մանրամասն կառավարության համապատասխան ակտերով, որոշումներով, եւ այդ թեւ կապը, որ վերջի պահին նրանք բացրել են իրենց թևին, դա չի համընկնում այդ որոշման հետ, սահմանված ձևին, եւ ըստ էության այնտեղ էլ է եղել ապօրինություն ոստիկանության աշխատողների գործողություններում։ Սակայն ամենագլխավորը մեր կարծիքով դարձել նաեւ, որպեսզի այդ հատուկ միջոցների կիրառությունը, այսինքն որ ոստիկանությունը հայտարարել է, որ կիրառի իր ողջ լիազորությունները տեղի չունենա ապօրինի կերպով եւ օրենքի խախտումով եւ հանրությունը այս մասին իմանա արդեն իսկ մանրամասն այդ գործընթացների հետ կապված արդեն կոնկրետ քաղաքացիներն էլ իրենց հերթին եթե հետեւական իրենց հաղորդումները ներկայացնեն ոստիկանություն կոնկրետ ուժատ անձին այդ թվում նաեւ լրագրողները դա եւս կնպաստի որպեսզի բայց ըստ քաղաքական դատավարության օրենսգրքի դուք իրավացի եք
այնտեղ կա համապատասխան հոդված, որտեղ տրվում է քրեական գործառույթելու առիթները, որոնք են, եւ այդ առիթների կազմում թվարկված է նաեւ զանգվածային լրատվության միջոցների հաղորդումներ, հրապարակումներ, այսինքն զանգվածային լրատվության միջոցի հրապարակումը ինքնին արդեն իսկ բավարար հիմք կարող է հանդիսանալ առիթ, օրենքի լեզվով ասած, որպեսզի քրեական հետապնդում սկսի, բայց ցավոք դա այդպես այն ցավալով տեղի չի ունենում, ինչ որ պետք է ըստ օրենքի տեղի ունենա համապատասխան սահմանված կարգով։ Եվ մեկ հանգամանքի մասին էլ կուզենայինք նշել, հավաքների ազատության իրավունքի հետ կապված կա ևս մեկ իրավական ակտ, մասնավորապես բացի սահմանությունից միջազգային պայմանագրերից եւ մեր օրենքից, մենք ունենք նաեւ նախագահի հրամանագիր 2012 թվականի, որը շատ հետաքրքիր է, կարծում եմ կարելի է մեջ բերել, հարգելի լրագրողներ, նախագահը 2012 թվականի նոյեմբերի 17-ին 159 կարգադրությամբ հաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը։ Եվ այդ ռազմավարության 20-րդ կետում ի թիվս այլ իրավունքների պաշտպանության նշված է, որ երաշխավորվում են քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ոլորտներում հետեւյալ գերակայությունները եւ 8-րդ կետով նշված է խաղաղ հավաքների ազատության իրավունքը, այսինքն նախագահը 2017 թվականին իր կողմից արդեն իսկ երաշխավորել է խաղաղ հավաքների ազատության իրավունքը եւ 38-րդ սահմանությունը եւ ընդունելով սահմանությունը եւ միջազգային պայմանագրերը եւ 38-րդ կետով նախագահը ավելի է մանրամասնել այս իրավունքի իրականացման երաշխիքները, նշել է, որ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորումը ներառում է հավաքների ազատության իրավունքի իրականացման նպատակով օրենքներում եւ կանոնակարգերում, ինչպես նաեւ պրակտիկայում կամայական խոչընդոտների ծագման կանխումը, այսինքն կամայական խոչընդոտների ծագումը պետք է կանխվի պրակտիկայում եւ օրենքների իրարման արդյունքում եւ մեկ կարևոր հանգամանք էլ կա իրավապահ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների սահմանած կարգով շարունակական վերապատրաստումը խաղաղ հավաքների հսկողության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Այսինքն նախագահը նաեւ նախատեսել է 2012 թվականին, որ իրավապահ մարմինները պետք է վերապատրաստում անցնեն խաղաղ հավաքների հետ կապված հսկողություն եւ իրավունքների պաշտպանության հարցերում, որը մենք չգիտենք արդեն ինչպես է տեղի ունեցել, ամեն դեպս ոստիկանության այդ քաղաքացիական հագուստով անձանց հայտնվելը հանկարծակի եւ գործողությունները չեն խոսում դրա մասին, որ նրանք վերապատրաստվեցին։ Տարե ջան, թույլ տվեք ես փորձեմ հակադարձել ձեզ մի քանի բանի կապված, որը որ հակառակ ծառայություն ունի կարծում։ Այ պատկերացնենք այսպես ուղղակի երևակայական մի հատ իրավիճակ, որ 10 հոգի կամ 20 հոգի դեմ են մեր երկրի ռազմավարությանը, ասենք օրինակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում, եւ նրանք խաղաղ գնում են եւ ուրեմն փակում են Մաշտոցի պողոտան։ Ձեր կարծիքով ուրեմն ձեր ներկայացրածով ոստիկանությունը պիտի որ չունենա համապատասխան հնարավորություն, օրինակ այդ ցույցերը չասեն կամ հանրայնապես այդ Բաղրամյան կամ Մաշտոցի պողոտանը հիմա բացել։ Արդյոք չեք գտնում, որ ասենք ես օրենսդրական այս բաների մեջ այստեղ օրենքները որոշակի ինչ-որ ծառայեղ իրավիճակներ են առաջացնում, որը թույլ է տալիս եւ տարամեկնաբանությունների եւ որոշակի իրավական կառույցների։ Ոչ, այս հարցը առավել հստակ է սահմանված, ձեր հարցի պատասխանը տրված է հավաքների ազատության մասին օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն հարցը երկու մասից պետք է նայենք, հավաքի դադարեցում եւ հատուկ միջոցների կիրառում։ Ձեր ասած դեպքում հավաքի դադարեցման իրավիճակ կարող է իր հետ գալ, իրավունք լիազորություն ոստիկանության համար, ինչի, որովհետև ձեր նշած դեպքը Արցախի հետ կապված որոշակի հարցերի բարձրացումը, դուք օրինակ այնպես վերեցիք, որ եթե այդ հարցերը լինեն այնպիսի, որ սպառնում են ազգային անվտանգությանը, պայմանականորեն վերցնենք ինչ-որ մի տարբերակ, եթե որևիցե Այլ մենք սատարում ենք Արցախի անկախությունը, մինչդեռ դա բերում է Հայաստանի տնտեսական շրջափակման, այլանդերի դադարեցնենք Արցախի ֆինանսավորումը եւ որևիցե կապ օրինակի համար, եթե նման օրինակ Աստված մի արած է նման անձանց խումբ հանդես գա եւ
Նման դեպքում ավակների ազատության իրավունքը հիմքեր տալիս է դադարեցնելու ավակը լիազորություն, որովհետև այնտեղ կա նախապայման, ինչպես մենք նշեցինք սկզբում, եթե սահմանափակում է այլոց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով կամ հանրության շահերը անհամաչափ կերպով, այստեղ հանրության շահերի անհամաչափ կերպով սահմանափակման իրավիճակ Ես օրինակ եթե պատկերացնեմ նման վիրտուալ ասենք մարդկանց, ես ասում եմ ես ելնում եմ Հայաստանի Հանրապետության